Մարդիկ ասում են որտեղից քեզ այդքան էներգիա, որ պրոյեկտ եմ անում, ասում են վախից։ Ես նյարդայնանում իրենց ուշանալու վրա միայն։ Ահա։ Երբեք չես ափսոսել։ Երբեք։ Այսօր մեր հյուրն է երաժշտական թատրոնի ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը։ Նաիրե ջան, դու միաժամանակ ռեժիսոր ես, դիզայներ ես եւ դասախոս։ Դիզայները երևի ոչ պրոֆեսիոնալ, բայց կարծում եմ շատ է զբաղվում այդ մասով, բայց այսպես հոգուտ խորքում ով է այդտեղ գերիշխողը։ Ռեժիսոր, դիզայներ եւ դասախոս։ Դասախոս։ Ռեժիսոր դա գերիշխողը, որովհետեւ ռեժիսուրայի մեջ համ սցենոգրաֆիայով եմ զբաղվում, սիրում եմ, համ դասախոսության մեջ ռեժիսուրայով եմ զբաղվում, քանի որ դասավանդում եմ օպերայի պատրաստման ամբիոնում եւ անընդհատ երեխեքի հետ պաստանովկեք եմ անում։ Ռեժիսորը հաղթեց։ Հաղթեց։ Եվ քանի որ հաղթեց ռեժիսորը, այստեղ հերթական տրամաբանական հարցն է ծագում։ Երբ դու բեմադրում էիր այդ շլացուցիչ համերգը Շառին նվիրված Ազնավուրը, հա, Հայաստանին։ Նախ պահ լինում էր, որ դու սենց թևաթափ էիր լինում, մտովի ասում էիր Շառլին դուր կգա, չի գա։ Ինչ էր կատարվում, որովհետև ստեղ մասշտաբային շոու էր էլի եւ շատ ինչ-որ կարևոր մարդու նվիրված։ Այդ առաջարկը ստացել էի Արմեն Ամիրանից, երբ նա նախարարն էր, մեր ու ասեց, որ պետք է ֆիլհարմոնիկի օրկեստրով համերգ լինի եւ ինքը ներկա է լինելու։ Հետո դա որտեղ էր տեղի ունենում, որ սրահում էր Արամ Խաչատրյանի։ Չէ, օպերայի դահլիճում էր։ Բայց դե փորձերը գնում էր Արամ Խաչատրյանի դահլիճում, քանի որ մայստրո Թոփչյանի հետ էր համագործակցությունը։ Հետո որ հանդիպեցինք, նա ասաց, որ քանի որ զույգը օպերային երգիչների հետ լինելու է էստրադային երգիչը, իսկ նրանք օրկեստրի հետ պատրաստ չեն երգել, եթե ուրիշ տեղ գտնվեն, միայն իմ կողքը, ասեցի պարոն Ամիրանին, իսկ ինձ ինչ եք կանչել, եթե պետք է տենց սովորական համերգային ձևաչափով լինի, վայ չէ մի բան մտածի, ես տենց ստրեսի մեջ գնացի տուն, հասկացա, որ ինչ-որ բան պետք է անեմ, բայց չեմ հասկանում ինչ անեմ, ու տենց մեկ է սենց ծագեց մի միտք, որ պետք է գնալ Փարիզ եւ Հայկ Պետրոսյանի հետ ենք մենք գնացել, իսկ նա շատ լավ գիտակ է Շառլի կյանքի հետ կապված իր երգերի բովանդակության։ Եվ մեկ օպերատոր։ Այո։ Ու ես որոշեցի, որ պետք է սարքենք այնպես, ինչպես Փարիզից հիմա on-line կապի մեջ է հաղորդավարը, եւ ֆոնը լինի Փարիզը, բայց այս պահին եւ նկարահանումները մոտավորապես մի 20 քանի երգ պետք է նկարահանենք եւ նույնպես չէի ուզում որ լիներ հաղորդավար։ Դրա համար մտածեցի մի ձևաչափ, որ ամեն երգը հաղորդելիս, օրինակ իրենց շենքի վրայի այդ նշանը, որ փողոցի անունն է, հայտնի իրանք sense կանաչ բան ունեն, չէ, քառակուսի անկյուններով։ Այստեղ տպել էինք տենց նշան, նույն չափի մեջը գրել էինք երգի անվանումը, փակցրել էինք շենքին, հետո կամերան գալիս էր այդ նշանի վրա, ոնց որ այդ արդեն լինում էր объявление-ն։ Կամ օրինակ մի հատ դեպք կար, որ կատամարան էինք նստել, տեղից էինք վարում ու ես մի հատ բանը չջնջվող ֆլոմաստեր արել, բայց չգիտեի որ չջնջվող է, եկա sense թաքուն այդ բիրիլայի վրա անվանումը գրեցի, հետո առել ենք նաև թաց անձեռոցիկ, որ սրբենք։ Եկանք էլի որ թաքուն սրբենք, տեսանք չի սրբվում, տենց թրանք։ Տենց տարբեր բաներ էինք անում։ Շատ բարդ էր անցնում այդ նկարանները, որովհետև 3 օր էր 20 քանի երգի համար, օրինակ մենք որոշել էինք, որ պետք է Էյֆելյան աշտարակ այսօր նկարենք, այսինքն տեսնում ենք այդ օր ինչ որ տրաուրա լույսերը հանգցրած է, կամ նույն ձևի օպերայի ֆոնը։ Վերջը մի կերպ մեզ էլ օգնում էր դեսպանատնից մի հատ հայ մարդ, որին մեզ կցել էին, ինքը մեքենայով մեզ արագ տեղափոխում էր,
շատ լավ օրեր անցան ու մենք նաև հրավիրել էինք օպերայի երգիչ Գուրգեն Բավեյանին, որը եկել էր Փարիզ, որ նկարահանումներին մասնակցեց ու գալու էր Երևան համերգի ու տենց մի հատ բան էինք արել, որ Հայկը պատահական տեսնում է Գուրգենին, ասում է, վայ, դու ստեղ ինչ ես անում, ասում ենք նկարահանում ենք այս համերգը, բա դու ասում ես էլ չգիտեմ ինչ եմ անում, ասում բա հիմա Ave Marian է, Արևիկ Դեմուրճյանի հետ կարող է դու էլ երգես, ասում բայց կոստյումը հետը չի, ասում քեզ կոստյում պետք չի, մտնում է կադրից դուրս, ոնց որ լեդի հետևից արդեն կոստյումը հագնելով, այնտեղ կոստյումը ստանում, ասենց ինտերակտիվ, իմերսիվ համերգ էինք արել, եւ այդ ձևաչափը շատ հավանել էր Շարլ Ազնավուրը, մենք հետո Ֆուրշետին հանդիպեցինք այդտեղ առանձին խնդրում ասեց, որ ֆրանսերեն էր խոսում, թարգմանում էին, ասեց, որ ինքը շատ կուզի այդ ձևաչափը նորից ինչ որ միտեղ կիրառել, բայց ավաղ ինքը շատ շուտ դրանից հետո մեզ լքեց։ Այո, ես երբ նրա համերգին էի, երևի վերջին համերգներից էր։ Դա կարծեմ չեմ հիշում որ թվականի, երևի 15-16 թվականին ես երբ տեսնում էի Շարլին, ինձ մոտ անհասկանալի ինչ որ գիտես զգացողություն էր, ես ուզում էի գնայի եւ այսպես փաթաթվեի։ Այ միշտ, չգիտեմ, այդ աչքերը այդ մարդու հայ լինելը, այդ մարդու հոգին, չգիտեմ ինչն է եղել, որ մանկուց ինձ մոտ ցանկությունն էր ես գնամ եւ գրկեմ այդ մարդուն։ Ինձ թվում էր իմ մոտ այդ ցանկությունը այն պատճառով է, որ ես շատ ժամանակ եւ տրամադրել այդ համերգին ու դարձել ինձ հարազատ, որովհետեւ այդ անցյալ տարիներ, որտեղ լսում եմ ինչ որ մի դրվագ իր երգից յուրաքանչյուր, ոնց որ պապիկի զգացողություն, ոնց որ հարազատ պապիկը լինի։ Հետո տենց որ հարցնում էի մարդկանց, իրանք մենք էլ ենք տենց զգում, հասկացա, որ այդ տենց հազվագյուտ դեմքերից է, որը տենց հարազատ զգացողություն է բոլորի մոտ առաջացնում։ Ես մեկ մտածում էի, որ երևի շատ եմ լսել պատմություններ, Շարլի տատիկը հայրիկիս հարևանուհին էր Գյումրիում, դե հայրիկս մանուկ էր այդ ժամանակ, տատիկը դիմացի հարևանուհին էր, հոր մայրիկը, եւ ես շատ էի լսում պատմությունները, ինչպես Շարլը երբ եկավ, ինչ նվերներ բերեց եւ այլն, ինձ թվում էր, որ այդ ինչ որ մի քիչ նստվածք էլ ա տվել, բայց կարծում եմ, որ դա այդ յուրահատուկ Շարլի մագնետիզմն է, որ բոլորս շատ բարի մարդ է եղել, ենթադրում եմ, չի, բայց շատ խելացի է։ Ես վստահ եմ, չգիտես։ Պոզների հաղորդումը, երբ որ նայում ես, շատ այո, զուսպ ու խելոք մտքեր արտահայտում։ Լուսավոր մի անձնավորություն։ Հետո անպայման հերթականությունը խառնում եմ։ Շարլի համերգից հետո էր Եվրոտեսիլի բեմադրությունը բացման։ Ահա, ուրեմն ճիշտ եմ գալիս։ Հիմա ինչ վերաբերվում է այդ միջոցառմանը, այստեղ ինչ էր, ավելի շատ արվեստի մասին էր, թե այստեղ զուտ հաշվարկեր րոպեներով, նոտաներով, ինչ էր տեղի ունենում բեմադրողի, հոգում, սրտում այդ շրջանում։ Դե ես բեմադրել եմ 2 Եվրոտեսիլի բեմադրություն, մեկը հրապարակի նոր տարվա այդ տոնածառի լույսերի վառումն էր, որը բացումն էր Եվրոտեսիլի, այդտեղ եկել էին բոլոր երեխաները, նրանք էլ էին մասնակցում այդ բեմադրության մեջ Եվրոպայի երեխաները։ Դրանից 3 օր հետո համալիրի բացումն էր արդեն ու այդ անտանելի սարսափելի ծանրաբեռնված ամիս էր, քանի որ 2 պրոյեկտ տենց բարդ միաժամանակ 3 օրվա տարբերությամբ դա խելքին մոտ չէր։ Բայց էդ էլ հաղթահարեցինք։ Ինչը վերաբերվում է րոպեների վայրկյանների հետ, միլիմետրերի, դա միշտ է, որովհետև քանի որ ես երաժշտական թատրոնի ռեժիսոր եմ, ինձ համար բոլոր երաժշտական ակցենտները շատ կարևոր են եւ ես աշխատում եմ այդ ակցենտները ավելի ուժեղացնեմ պատկերով։ Իսկ եթե դա մի փոքր էս կողմ են կողմ չհամընկավ, արդեն միասին չլինի եւ այդ ազդեցությունը չեն թողի։ Դա ինձ համար պրինցիպիալ հարց է, ես անգամ լինում է, երբ լուսային ռեժիսորին խնդրում եմ, որ այդ
ինչ որ մի քանի լույս կա, որ պետք է ես սեղմեմ, որ դիպուկ այդ երաժշտության հետ համընկնի, քանի որ մինչև ես ասեմ, այդ հրահանգը տամ իրենք սեղմեն, արդեն sense 7 սեկունդի բացարձակ նույնիսկ բայց չի լինի։ ինձ գիտես ինչ է հետաքրքիր, այսպիսի միջոցառման ընթացքում, հա, process-ում աշխատանքի մնում է ստեղծագործական ինչ որ պահ, թե սա ավելի շատ այդ միշտ լինում է։ Եթե ստեղծագործական պահ չլինի, այդ հեքիաթը չի ստացվի։ Ահա։ Որովհետև մարդիկ շատ բաներ են տեսել ու քիչ բանով կարող ես զարմացնել, լույսային էֆեկտները ամենտեղ նույնն են, պիրոտեխնիկան նույնն է, բայց այդ ֆանտազիան է, որը երբ քեզ էլ է ուրախացնում քո թիմի հետ միասին, դու հասկանում ես, որ դա կլինի զարմանալի նաև հանրության համար։ Ու մենք աշխատում ենք միշտ նենց բաներ հորինենք, որ սկզբից մենք զարմանանք, հետո մնացածին զարմեցնենք։ Հետո եկան մի այլ բարդ ժամանակներ, բարդ եւ կարծում եմ շատ հետաքրքիր, երբ դու բեմադրեցիր Տոսկա եւ Կարմեն օպերաները։ Սա քեզ համար ինչ էր, մարտահրավեր էր, թե կայֆ, թե երկուսն էլ։ Դա չտկում անեմ, դա հետո չէր։ Հիմա այդ Զուգահեռ ժամանակի թեման չէ տարբեր է։ Տոսկան եղել է ամենաառաջի բեմադրությունը օպերայում, դա 16 թիվներ։ Ահա։ Իսկ Կարմենը եղել է 18 թվին։ 18 թվին նաև եղել է ֆրանկաֆոնյան հրապարակի 14 թվին չի եղել Չէ, Կարմենը։ 16-ին էր։ 16-ին էր։ 18 թվին եղավ ֆրանկաֆոնիայի գալահամերգը հրապարակում եւ զուգահեռ Կարմենի այդ օպերայի բեմադրություններ, որը պատրաստված էր հատուկ Դուբայի օպերայի համար։ Դուբայի օպերայի սեզոնն էինք բացում Կարմենով եւ նոր բեմադրություն դրեցինք, բայց այստեղ չխաղացինք։ Միանգամից Դուբայում ենք խաղացել սեպտեմբերի 6, 7, 8 կարծեմ, որի տոմսերը վաճառվում էր կես տարի շուտ դեռ Դուբայում, երբ ես դեռ կոնցեպտը չունեի, ուղղակի մայստրո Օրբելյանին այնքան էին վստահում, որ արդեն աֆիշը կախել էին, այդտեղ սարսափելի էր, որ ես հələ բան չեմ արել, բայց տոմսերը վաճառվում են։ Օպերան դա իմ բնագավառն է, քանի որ ես սկզբից կնեսիններն եմ ավարտել ինչպես կոմպոզիտոր, հետո ընդունվեցի գիծիս երաժշտական ֆակուլտետ, ինչպես երաժշտական թատրոնի ռեժիսոր, որի մեջ մտնում է առաջնահերթը օպերան, մյուզիկլը եւ երաժշտական այդպիսի համերգներ եւ մեծ միջոցառումներ։ Օպերան ես շատ եմ սիրում, դա տարբեր բնագավառներ են, այս մեծ միջոցառումները մի ուրիշ բան աշխարհ է, օպերան ուրիշ, դերասանների հետ աշխատանքը, աստղերի հետ աշխատանքը, հետո կա մի խանդ իրենց մեջ, այդ բոլորը պետք է պսիխոլոգ էլ աշխատես, կա մեծ սաստավ խորի, բալետի եւ ինքը իր նյուանսները ունի։ Բարբերաբար փոփոխվում է աշխատանքիս տեսակը, բայց ես ինձ ինչպես ձուկը ջրում եմ զգում օպերան։ Այդտեղ իմիջիոց ինձ միշտ հետաքրքրել է ինչպես է գնում այդ process-ը բեմադրության։ Դու աշխատում ես զուգահեռ վոկալիստների հետ, խորեոգրաֆների հետ, թե դա ամեն մասը առանձին է։ Սկզբից ես պարտիտուրան եմ ուսումնասիրում կոմպոզիտորի, ոչ թե կլավիր, այլ պարտիտուրան, որտեղ օրկեստրի բոլոր ինստրումենտները կան։ Քանի որ այդտեղ կոդ դա Վինչիի նման դու կարողանում ես գտնել կարևոր կետեր դրամատուրգիայի հետ կապված կոմպոզիտորի, ինչ էր նա ներդրել, որից հետո նոր այդ մոտավորապես մի ամիս հետևում կոնցեպտն եմ ձևավորում։ Հետո դրանից հետո նոր հանդիպում եմ սցենոգրաֆի հետ, խուդոժնիկ по костюмам, խորեոգրաֆ, իրենց հետ եմ աշխատում, որ հասկանանք ինչ գույների մեջ ենք, ինչ ստիլիստիկայի մեջ ենք, որ զուգահեռ գնա աշխատանքները։ Այդ ընթացքում պարտիաները դե երգիչները խորը սովորում են ինքնուրույն իրենց քոչերի հետ, բայց հետո երբ փորձերը արդեն սկսում է բեմական, արդեն դերասանների հետ սկզբից
առանց միզանսցենա ենք աշխատում, որ իրենց էլ հասկացնեմ գաղափարը, իրենք էլ պետք է մարսեն այդ պարտիտուրան, որտեղ հասկանան, որ երբ օրինակ տրամբոնն է այդ պահին նվագում, այդ իր մոտ այդ էմոցիան առաջացնում ու ինքը պետք է սենց սկսի խաղալ, դա մենակ բառերի հետ չի կապված, ու իրանք պետք է երաժշտության հետ լինեն, ես միշտ ասում եմ դույով, երբ իրենք դուքով են երաժշտության հետ, արդեն իրենք կորցնում են շատ կոմպոնենտներ եւ ինֆորմացիա, որ դու տալիս ես, սկսում են մտածել իրենց վոկալի մասին կամ ինչ-որ մի բանի մասին, ամբողջովին մեջը չեն։ Իսկ դրա հետ զուգահեռ իհարկե գնում եմ այդ որտեղ որ դեկորացիաներն են սարքում, այդ process-ին եմ մասնակցում, որովհետև ինքս իմ վրա պետք է փորձարկեմ այդ դեկորը հարմար է, ռեկվիզիտը հարմար է թե չէ, որ նոր հետո դերասանին առաջարկեմ։ Այստեղ մի կարևոր բան դու կարող ես մեզ բացատրել, ակնհայտ նկատվում է, որ մեր օպերային արվեստը բավականի առաջ խաղացում ունի։ Ինչով է դա բացատրվում։ Ֆինանսավորումը նորմալ է, այստեղ ինձ միշտ թվում էր, որ չէ։ Այ ֆինանսների հետ ես երբեք անկերություն չեմ արել, ես չգիտեմ, քանի որ ես միշտ ինչ-որ բաներ եմ պահանջում, ուզում, ֆանտազիռությամբ, ինձ միշտ ասում են փող չկա, հետո սկսում եմ սենց համոզել։ Իհարկե, երբ որ դու ինչ-որ պաստանով կես, միշտ այդքան փող չկա, ինչքան դու մտածել ես։ Սկսում ես տաշել, բանանել, բայց վերջում ինչ-որ լուծման ենք գալիս, բայց ինչը վերաբերվում է օպերային, ես իհարկե ֆինանսավորման հետ կապ չունեմ, բայց դա գալիս է նրանից, որ շատ նախ գաստրոլներ են գալի ուրիշ երկրներից, հետո շատ պաստանովկեք են դրվում եւ երբ որ ցանկը մեծանում է, արդեն սպրոսնել է ուրիշ դառնում։ Երբ որ կա ընդամենը 4 օպերա ու մեր ազգը այդքան մեծ չի ու օպերա սիրահարներն են մեծ չեն, շատ չեն քանակով, ապա նրանք մի անգամ գնացին, երկրորդ անգամ արդեն ֆանատներն են գնում ու դահլիճը լցնել հնարավոր չի։ Իսկ երբ շատ ցանկը համալրվում է եւ տարբեր ճաշակային բաներ կան եւ օպերային եւ օպերետա եւ համերգային եւ բալետային եւ contemporary ballet, արդեն ոնց որ աշխուժություն է տիրում եւ հետաքրքրությունը սկսում է աճել։ Իսկ վոկալիստների աճը ինչով է բացատրվում։ Դրանով իհարկե իրենք պետք է երգեն, որ զարգանան, շատ երգեն, իսկ քանի որ քիչ ռեպերտուար էր եւ երգիչները ավելի շատ էին, քան ռեպերտուարը, նրանք օրինակ իմ Տոսկայի մեջ կա 6 հոգի Տոսկա էր երգում եւ առաջին երգելա օրինակ հասել ենք 6-րդին, ինչ որ սկզբից հերթականություն էին դնում, հետո այն առաջինը մեկ էլ 2.5 տարի հետո էր երգում։ Պաուզան այտենց մեծ էր լինում։ Այո, 6 տարբերակ փայլուն։ Եվ այստեղ արդեն հերթական տրամաբանական հարցը մենք հիմա խոսում էինք այս վիթխարի, միջոցառումների մասին, եւ ես մտածում եմ, այս նուրբ թվացող տիկնոջ մեջ որտեղից այդքան ուժ, համառություն, այդ հիմքն ու արմատը, դա ինչն է, դա քո դեռահաս շրջանի այդ աճը, որը Հայաստանից դուրս է եղել, թե դա քո գնեսինկա գիծիս ուսումներ, թե միգուցե հայրիկի վաղ կորուստներ, ինչն է քեզ դարձել այդպիսի տղամարդ տիկին, ես կասեի, արտաքինից չէ, ներսից։ Երևի բնությունից է, սկսենք դրանից, որովհետև ճիշտ է, ես ինձ հիշում եմ դպրոցի տարիներին, որ ես հանգիստ, համեստ, առաջի այդ սեղանի մոտ նստած, բերանձված նայում էի դասատուի աչքերի մեջ ու կլանում էի այդ դասերը եւ ես երբեք տենց չարաճճի չեմ եղել, որ կողքինի հետ խոսեմ բան, բայց կա մի դրվագ, երբ տղաները հիմա հիշում են մեր դասարանի, որ նունչագին իրենց պահել էին իմ ռյուկզակի մեջ, որտեվ մնացած աղջիկները վախեցել էին անեն, ես իրենք տենց փրկել եմ։ Երևի իմ մեջ այդ ուժը եղել է, բայց ես չեմ օգտագործել։ Փոքր Այո, ես էլ չգիտեի, թե որ մեկ-մեկ ասում են էներգիա մեջդ որտեղից, ես չգիտեմ, բնությունից, ես երբ գիտես, մեկ-մեկ ասում են որտեղից քեզ այդքան էներգիա, որ պրոյեկտ եմ անում, ասում եմ վախից,
որ կարողա չհասցնեմ կամ ինչ որ լավ չստացվի, դրա համար այդ ստրեսը քեզ պահանջում է, որ դու զգոն լինես, բայց ինչը վերաբերվում է այդ տղամարդկայնությանը, ես միշտ ձգտել եմ, հիմա եմ հասկանում, տղամարդու բնագավառներին մոտ լինեմ, օրինակ, մանկուց չեմ ուզել լինել ուսուցիչ կամ երգչուհի։ Ուզեցել եմ լինեմ կոսմոնավտ, женщина-полицейский, հետո մյուսը եղել է խիրուրգ, խիրուրգից հրաժարվեցի, որովհետև հասկացա, որ հիվանդանոց մտնելուց իմ տրամադրությունը ընկնում է այդ հոտերից, այդ մարդկանց դեմքերից, տխրությունից, որ բոլորի հիվանդ են, ինչ որ աուրան լավը չի, ու տենց ամեն օր աշխատանքի գնալը ծանր կլիներ, եւ վերջում եկա ռեժիսուրայի։ Հա, կրկին տղամարդու մասնագիտություն, հա, արդեն չէ, հին մերկեքով, բայց հին մերկեքով, հա, մամաս ա ուզել դառնալ ռեժիսոր, իրան հետ են համոզել, ասել են կնոջ մասնագիտություն չի դա։ Այո, այդ սերնդում նա ընդունվեց Արևելագիտական համալսարան, բայց այդ մեջը մնացել էր, տենց ինքն է ինձ իդեա տվել, որ ես դառնամ ռեժիսոր։ Ես հետո հիշում եմ, որ ես Բաքում ինչ որ պաստանովկեք էի անում, դպրոցում ինչ որ բզբզում էի, բայց մտքով չէր անցնում, որ կարելի է այդ պրոֆեսիայով գնալ։ Երբեք չես ափսոսել։ Երբեք։ Միակ բանը, որ կուզեի ավելացնել, որ ես սկրիպաչկա լինեի, первая скрипка։ Դեստեղ էլի այդ լիդերի մյուս կյանքում կլինես, բայց տեղ ինձ թվում է կրկին առաջին լինելու, առաջնորդ լինելու այդ տղամարդու ուժն է նորից խոսում։ Ես կարծում եմ ստեղ այդքան ստեղծագործական։ Բայց դեմ չի լինի օրկեստրում, սենց ուղակի рядовой սկրիպաչկա լինեի։ Դա ինձ թվում է երբեք ուժ չէ, դե այսպես թե այնպես կարող ես մաստեր կլասներ հայրս ասեց, երբ ավարտեցի գնեսինները, ասեց, իսկ հիմա ինչ ես ուզում, քեզ նվիրեմ ավարտականի կապակցությամբ, ես ասեցի ջութակ, ասեց գժվել ես, հիմա ջութակ ես նվագել, ասեցի, չէ, ես կնվագեմ, երբ դու տանը չես լինի, տենց փորձում էի նվագել, բայց հասկացա, որ չէ, պետք է էլի մի կյանք դնես, որ դրան հասնես, տենց հիմա դրած է։ Կյանք ասացի, ինչ կյանքեր գնեսին կայում ու հետո գիտիսում, այստեղ շատ հետաքրքիր է։ Շատ հավես էր։ Մենք տեղափոխվեցինք, երբ ես 13 տարեկան էի ու գնում էի սովորական ռուսական դպրոց, շատ ստրեսային էր։ Вообще ընդհանրապես Մոսկվան իմ համար ստրեսային էր։ Դասարանի երեխեքը, որ փոխեցի, ես տեղ 114-ում էի սովորում, նոր ընկերությունը տենց ամրապնդվել էր 7-րդ դասան։ Հետո տեղափոխվում եմ Մոսկվա, գալիս եմ առաջի դասարան Բաք դպրոցի ու սկսում եմ հարցնել խմբերին, որն է ժամանակ մի թռիչկով էր իրանց մոտ, մեր ստեղի 8 պետք է ընդունվի, այնտեղ 9 էր։ Ասում էի, բանը 9-րդ դասարանը դուք եք, ասում են, չէ, մենք 6-ն ենք, վայ, տենց կամած մինչև հասա 9-ը հասկացա, որ ներկած մազերով, կարմիր պամադայով, ռոկերի սև մայկայով, մեծ ծոցաներ են, բոյով, ու ես սենց ինչ որ գունավոր ռեզին եմ կապել կասիչկայով, բոտասներ, շնուրոկները տենց տարբեր գույների ռյուկզակով սենց կանգնած եմ, ապշած եմ, էսում հետ եմ ես սովորելու, ու մի հատ սիմպաթիչնի դեմք ոչ աղջկեքի, ոչ տղաների մեջ չկա։ Շատ տխուր էր։ Մենակ դասղիկիս էի հավանում, ինքն էլ ինձ էր հավանում ու ինձ շուտ նշանակեցին բանը, ստարստը կլասը։ Ահա, իսկ բուլինգի չընթարկվեցի լինելով ստարստը։ Ոչ, наоборот։ Իրանք չգիտեմ ինչի ինձ տենց սկսեցին սիրել մի անգամ։ Աղջնակի ուժը զգացվել էր։ Հետո հայրս ինձ Մոսկվայում առավ Yamaha մակնիշի սինթեզատոր։ Ես որոշել էի, որ ես երաժշտության գծով էլ չեմ գնալու։ Այստեղ Սպենդիարվի դպրոցը ավարտեցի եւ քանի որ ես սոլֆեջո չէի սիրում, որոշեցի, որ այդ ուղղությամբ չեմ գնալու, իսկ այնտեղ պետք է սոլֆեջոն լավ իմանաս։ Ոչ, տենց գնացինք Մոսկվա, ես երջանիկ եմ, որ ես միայն դպրոց եմ հաճախելու։ Բայց հետո տենց մի օր գնացինք գցում, այնտեղ այդ երաժշտական սրահում վաճառում էին Yamaha մակնիշի ամեն ինչ, այդ ռոյալ կարեն, որ ինքն իրան էր նվագում այդ թվերին, դա շատ զարմանալի բան էր։ Հայրս առավ ինձ այդ սինթեզատորը ու մաման պատմում որ ես միշտ տենց ականջակալները ականջիս դպրոցի դասերը չի անում, երաժշտություն էի հնարում։ Հետո տենց ինքը ինչ որ իր ծանոթների մեջ գտավ մեկին, որ երեխան հաճախում է գնեսիների ուսումնարան, գնաց պայմանավորվեց, որ մի հատ ինձ պրասլուշվնի անեն։ Եկավ ինձ ասեց, աչքերս տրավ ճակատս, ասի ոչ մի դեպքում։ Բայց արդեն ամոթ էր պայմանավորվել էր, տենց սուսպուս գնացի, ինձ ընդունեցին նախապատրաստական, որպեսզի տենց տվորչիսկի ձևով սոլֆեջոն հետաքրքիր երաժշտություն գրես, բան սենց։
Հետո արդեն պետք էր ընդունվել գնեսիների ուսումնարան, բայց ինձ ընկերուհիս, որը հետս էր սովորում, ասեց, այս տեղի դասերով դու երբեք չես ընդունվի, սա ուրիշ բաներ են, տրեբվունյաներ են, այնտեղ ուրիշ է։ Ու քանի որ նույն դասախոսներն էին դասավանդում այդ տворческий мастерское եւ այդ որ պետք է ընդունվես, իրանց հենց ամբիոնի վարիչները բա եւ նրանք դեմ էին այտենց մուշտրովկայի այդ ում որ մոտ սովորում էի։ Ես ստիպված երկու դասախոսների մոտ էի պարապում, մեր նույն հարկում են լինում գարմոնիայի դասատուն, սոլֆեջոյի դասատուն, այտենց մի տարի դվայնոյ պարապմունքները մանցե եւ չեք հավատա, քանի որ ես պետք է ընդունվեի կոմպոզիտորական եւ ասեցին, որ դա теоретический факультет, ну композиторский, դա մեկ է, պետք է ընդունվես теоретический факультет։ Ու սոլֆեջոն բնականաբար ամենալավը պետք է իմանաս։ Ու ես այն ժամանակ 5 բալանոց էր, բոլոր թվանշանների 5 եմ ստացել ընդունվելուց, 6 տեղ կար։ Այդտեղից իմ կյանքը նոր սկսվեց Մոսկվայի, որովհետև լրիվ ուրիշ արդեն երեխեք էին, մթնոլորտ էր, ուրիշ լեզվով էինք խոսում, նոր ոնց որ Պիլինան ընդով ասի Մոսկվան էս էր փաստորեն։ Այո, դու ընկար քո տարերքի մեջ։ Բայց եթե չընդունվեի գնեսիներ, իհարկե գիտիսի մասին էլ չէի երազի, սենց ինքնաբերաբար եղավ եւ գիտիս ընդունվեցի միանգամից երկրորդ կուրս, քանի որ արդեն մեջքիս հետևը կար գնեսիներ եւ ես երաժշտական ֆակուլտետ ընդունվում, ինձ միանգամից վերցրեցին երկրորդ կուրս։ Ահա, գիտիսն էլ էր այդ դրայվովի մթնոլորտը։ Հա, որ ասում են Մոսկվան սիրում ես, ասում եմ Մոսկվայի իմ այդ տարիների կյանքը շատ եմ սիրում, բայց որ ընտանիքով ապրեի Մոսկվայում չէի ուզի երբեք։ Ահա։ Ուսանողական կյանքը հավես է։ Այո, բայց հետո ընտանիք պետք է կազմել այստեղ։ Իհարկե, որ հասցնես համ ընտանիքի հետ լինես, համ աշխատանքի մեջ։ Այո։ Քանզի ընտանիքից խոսեցինք։ Ինչն է հեշտ, օպերա բեմադրելը, թե 3 տղա մեծացնելը, ինչը դու արել ես փայլուն կերպով։ Չգիտեմ։ Այ այսպես որ փորձես օրինակ 3 տղա մեծացնել տենց ստրեսային չի, ինչքան օպերա բեմադրելը։ Ահա, ուրեմն հա, որովհետև դու ես քո երեխան, քո ընտանիքն, քո ամուսինն, հաճելի պահեր են, ոչինչ տրաքություն ունի բան այդ մասը անցնում ենք, բայց օպերա բեմադրելուց դու ստիպված ես նաև շատ տարբեր մարդկանց հետ շփվել, անպայման չի որ դու այդ մարդկանց հավանում ես։ Ու իմ համար ստրեսայինը դա է լինում, որ քո միջավայրը մեկ ինչ որ մարդկանց ծանոթ չէ, հա, անկանխագուշակելի է։ Այո, ես կասեի։ Ընթացքում բեմադրելու շատ տենց տհաճ պահեր են լինում բացի հաճելի եւ ուրախ մթնոլորտից։ Այո, դե պետք է խոստովանել։ Չէ, 3 տղան ավելի հեշտ է։ Այո, ահա, փայլուն։ Կարծում եմ խրախուսում ես ապագա մայրիկներին։ Միշտ շատ երեխաներ ունենալ։ Միշտ ես որ զբաղված չլինեի, ես տենց հա երեխա կունենայի։ Բրավո։ Իսկ մամայիս ասաց թե դու հոցիգան չես բերես ու տենց ու գնաս տնից։ Ահա, բայց դու չես գնում, ինձ թվում է դու հասցնում ես ու գա։ Չէ, չեմ հասցնում։ Ասում են ոնց ես հասցնում, ասում եմ, ասեց որ հասցնում եմ։ Իհարկե իմ ընտանիքը տուժում է, երբ ես պրոյեկտ եմ ունենում։ Ամուսնուս համբերության հաշվին է սա եւ երեխաների, բայց նրանք սիրով եւ տենց համբերատար են, որովհետեւ գիտեն որ ռեզուլտատը պետք է գան տեսնեն։ Իհարկե, ինձ թվում է այդտեղ ռեզուլտատը տեսնելուց հասկանում են էլի, ընդունում են, որ մայրիկը իզուր չէր բացակայում։ Իսկ այդ 3 երեխաներ դաստիարակելը քեզ օգնել է դասախոս լինել։ Դու կոնսերվատորիայում ես դասավանդում։ Ինչն է օգնել դասախոսը մայրիկ լինել, թե հակառակը։ Երևի երեխաները օգնել են դասախոս լինելուն։ Դե դասախոսությունը երեխաներին ինչով չի օգնել, որովհետև երեխաները շատ ավելի փոքր են, քան ուսանողները, իրենց հետ ուրիշ կապ է, բայց երեխաները այնքանով են օգնում, երբ դու ունենում ես երեխա, դու հետո աշխարհի բոլոր երեխաներին ուրիշ աչքով ես նայում ու ուրիշ ձև ես սիրում, ինչպես քո երեխային։ Ավելի համբերատար ես, ավելի հոգատար ես։ Մայրական ինստինկտը տեղափոխում ես նաև ուրիշ երեխաներին։ Դասավանդել եմ 25 տարեկանից, շուրջ 20 տարի արդեն կոնսերվատորիայում դասավանդում եմ։ Բայց դա ինձ թվում է շատ
լավ փորձ է, երբ երիտասարդ ժամանակ է սկսում, որովհետև ավելի լավ ես հասկանում բնականաբար քո ուսանողներին։ Այն ժամանակ գալի մեջքից տպտպացնում էին, քեզ լուրջ չէին ասում էին ոյ կներեք։ Ընդունում էին, բայց լուրջ։ Լուրջ էին ընդունում, բայց հետևից կամ կողքից չէին պատկերացնում իրենց դասախոսներին, որովհետև կային ուսանողներ, որոնք ինձանից մեծ էին Դե երևում։ այսօր էլ քեզ կարող են այդպես տպտպացնել։ Հիմա արդեն հաճելի է, այն ժամանակ լարվում էի։ Այդ աշխատանքի մեջ ի՞նչն է բարդը, ինչը հաճելի։ Բարդը միայն պատասխանատվությունն է, որ լինում են դեպքեր, երբ երեխան գալիս է, ինքը ընդունվել է վոկալ բաժին, տղա երեխա մանավանդ, որը զգում ես, որ ինքը ապագա չունի այս ոլորտում, եւ դու ուզում ես նրան զգուշացնես։ Ճիշտ է, ինքը ունի նաեւ վոկալի դասատու, որը առաջնահերթն է։ Ես իրենց արդեն դասավանդում 4-րդ կուրսից, երբ գալիս են օպերայի պատրաստման ամբիոն։ Բայց Ինչ ես դասավանդում։ օպերայի պատրաստման ամբիոնում ոնց որ ունենք մաստերսկոյ, ես ունեմ մաստերսկոյ եւ եւս 3 ռեժիսոր, ամենքս ունենք մոտ 15-ից 16 ուսանող։ Իրենց հետ պաստանովկեք ենք դնում օպերաներից եւ իրենք ոնց որ բեմին են սովորում, կոստյումներով, դեկորացիաներով, ոնց որ այդ իրենց ստարտն է, որ հետո գնան օպերա։ Եվ ես միշտ ինձ պարտավորված եմ զգում զգուշացնել այդ երեխային, որ դա իրանը չի։ Ես հասկանում որ դա շատ ցավոտ է։ Ինչպես են տանում։ Կան adekvat երեխեք, որոնք հասկանում են այդ քանը։ Ինչ են լքում են, հա, կոնսերվատորիանի վերջին։ Չէ, դե արդեն վերջի տարին է, որ ինձ հանդիպում են, բան չի մնացել, բայց ուզում եմ ասեմ, ուզում ես արել մի մագիստրատուրայի համար մի վճարի, մի արի։ Իրանք տենց իներցիայով ընդունվում են, ինչ որ չգիտեմ, ով է ասե գնա երկիչ դառի կամ papan կամ maman կամ ահա ինչ որ մեկը, բայց իրենք պետք է իմանան դա չեսնի է, էլի, որ երեխեն ճիշտ ուղղությամբ է գնում, օրինակ իմ մեծ տղան ընդունվեց ինստիտուտ մի 3 տարի առաջ եւ քանի ես պրոյեկտների մեջ էի, նա ինստիտուտում դիմում էր գրել եւ դուրս էր եկել, մենակ papayin էր ասել։ Ես դից պատահական իմանում եմ, որ էլ դասի չի գնում։ Դա որ ինստիտուտի մասն է։ Սլավյանսկի էր ընդունվել, այնտեղ IT տեխնոլոգիա։ Դա։ Հա, ու դից բարդ էր այդ ֆակուլտետ ընդունվելը, պարապելամի տարի բանման, մեկի հոպ տենց հրաժարվում ես։ Ասեց չէ, նախ այս ֆակուլտետը իմը չի, ինձ դուր չի գալի, ես չեմ ուզում միջակլնեմ, ես դուրս եմ գալի ինստիտուտից։ Սկզբից շատ ծանր էի տանում, հետո տենց մի տարի տանը նստելուց հետո նա որոշեց, որ գնում է արտասահման սովորելու ու ես հիմա եմ հասկանում, եթե սկզբից հասկացել ես, որ դա քո միջավայրը չի, դու չես ուզում այդտեղ սովորես, պետք է շուտ հրաժարվես ու այդ խիզախությունը պետք է ուսանողներին անպայման։ Իհարկե պետք։ Եվ մամաներն էլ, պապաներն էլ թող շատ չլարվեն, ուրեմն իրանք գիտեն ինչ են ուզում։ Այո, կարևորը որ դա ճիշտ ժամանակին արվի։ Լավ է շուտ Եվ կարևոր որ հետո ուրիշ տեղ սովորի, ոչ թե տենց։ Այո, իհարկե ոչ թե ընդհանրապես, իհարկե փակի դուռը։ Կա հարց, որը ուսանողներից հաճախ հնչում է եւ դա քեզ նյարդայնացնում է, բայց միաժամանակ դու հրճվում ես։ Իմ ուսանողները ունեին այդպիսի հարց։ Հələ օրինակ որ ասեք, ձերը որն էր։ Շատ ինչ որ պրիմիտիվ հարց էին տալիս, ես կդառնամ հռչակավոր դերասան կամ դերասանուհի, շատ բարդ էր իհարկե, այ քո ասած ճշմարտությունը պատասխանել։ Չէ, տենց հարց չեն տվել։ Ես նյարդայնանում իրենց ուշանալու վրա միայն։ Ահա։ Այդ ինձ սարսափելի է նյարդայնան։ Ես հասկացել եմ, որ ես երբ ուրիշ տեղ եմ, օրինակ այսօր Վարշավիրանոցում էի, եւ տեսա, որ Վարշավիրը ուշացել է եւ հաճախորդը սպասում է ու ընթացքում ինքը ինչ որ տենց բացատրություններ է տալիս, որ պրոբկա էր, չգիտեմ, չէ, բոլորն է գիտեն այդ պրոբկեքը։ Ես հասկացա, որ ինձ դա նյարդայնացնում է, ես չեմ իր հաճախորդը, բայց այդ անընդհատ այդ մարդկանց այդ ապրավդանյաները դուրս չի գալի, եթե գիտես, որ պետք է ժամին լինես, ուրեմն մի ժամ շուտ արտնացի, մի ժամ շուտ դուրս գալի։ Ավելի լավ դու սպասես, քան քեզ սպասեն։ Այո, քո պարագայում կարծում եմ, եթե դու ճշտապահ չլիներ, դու չէիր հասցնի այն ամենը, ինչ որ դու հասցնում ես։ Դե իմ գործի մեջ, քանի որ ես շատ մարդկանցից եմ կախված, եւ ռեկվիզիտոր սարքող, ես կոստյումից եւ մնացած բանից արտիստներից, լույս պետք է բեմադրենք այդ ամեն ինչը, եթե տենց վարքյան չլինի, իհարկե չես ասնի, բայց
եւ դեպքեր են լինում, որ իրենք ուշացնում են, ու ես ասեմ, ես երևի կծերանամ եւ կմեռնեմ այս մարդկանց ուշացման պատճառով։ Այո։ Ռեկվիզիտից խոսեցիր։ Դու տնտեսական խանութների մշտական հաճախորդ ես։ Ինչու՞։ Որովհետեւ պետք է քիչ ֆինանսով բեմադրել օպերայի պատրաստման ամբիոնում ինչ որ բեմադրություններ։ Այսինքն այդ շինանյութի խանութը շատ կարևոր հանգամանք է եւ ես մտնում եմ եւ նայում եմ ինչ նոր մատերիալներ կան, ինչ ցելոֆաններ կան, ինչ չգիտեմ, մեկ ասում եմ, այս ինչ արժի, ինչ որ գին են ասում, ասեմ, այս ինչի համար է, պատի մեջ դնելու, ես իմ ինչ պրակլատկա է, չգիտեմ ինչա, կտրեք ինձ, բայց հետո սկսում եմ ին վրա ասեն շորի պես պահել։ Այո, դույլը գլխի դրել։ Դույլը մի անգամ գլխիս եմ հագցրել, շատ շշմած նայում էին, հետո ասեցին գժվել է այս մարդը, բայց ինձ պետք էր մասկա կտրեի, որ տենց մասկ դույլից գլխար կլներ, ուզում եի հասկանալ գլխիս լավ է նստում, թե չէ, ինչ անի։ Մեկ է որ մտնում ասում են, ասեք ձեզ ինչ ա պետք, ասեմ չեմ կարա բացատրեմ, հիմա որ սկսեմ, արդեն վերջը չի երևա, ես X-ը կընտրեմ, հետո իրանք տենց հրճվում են, տենց քթի տակ ծիծաղալով, այդ ամեն ինչը վաճառում են։ Իսկ այդ անցումը ինձ հետաքրքիր է, որ պահին այդ դույլը, սկոչը, ստեպլերը վերածվում է թատերական մի տարազի։ Երբ դու անսպասելի տեղ ես նրան օգտագործում, ոչ թե սովորական դույլը լողարանում է, չէ՞, զուգարանում է, եսի որտեղ էլ որ հավաքարարներն են դրանցով օգտվում, իսկ երբ գլխին է դա արդեն մի քիչ էլ լույս է տալի, մի քիչ էլ երաժշտություն է տալիս, պատահել է, որ այտենց ծնկներիդ վրա ինչ որ պատրաստել ես, իսկ падручных средств ու վերածվել է ինչ որ միջակնախ եւ հիշվող, հա, այդ որ կոստյում։ Այո, օրինակ ստեպլերով, թղթերով մեկի վրա կոստյում ենք սարքել, այնքան շքեղ էր, որ այդ փորձում էինք դա պահել։ Ինչ հերոսի կոստյումներ։ Գրաֆինյայի կոստյումներ, Մոցարտի Դոն Ժուանի միջից, ու տենց շատ դեպքեր ա եղել, որովհետև ես սենց ուզում ինչ որ օտկուտյուր, բայց շատ արագ լինի, էժան լինի, այդ հասկանում ես, որ տենց ստեպլերով շուտ վրան ինչ որ մի բան պետք է անես, հետո դա բեմում ուրիշ կերպ է նայվում։ Ես օրինակ Տոսկայի ժամանակ փնտրում էի շարժվելուց դա չի բացվում, չի փոքվում։ Չէ, դա տենց մտածված ենք անում սա։ Հետո դենքը одноразовая այդ երեխեքը ոնց որ այդ ելույթ ունեցան եւ վերջ։ Օրինակ Տոսկայի ժամանակ ես հիշում եմ, որ տենց բրոշկեկ էի ման գալիս պսպղան, սպիտակ, բրիլյանտից բան, երկրորդ ակտի համար, որ մտա Սվարովսկի սկսեցի նայել, եւ հետո մտա էժան կոճակի խանութ ու այդ բրոշկայի վրա լույս գցեցի ու նրա վրա հասկացա, որ սա պլաստմասայի տեսք ունի լույսի տակ, իսկ սա նենց 500 դրամանոց բրոշկան շատ ավելի թանկ տեսք ունի, այնպես որ բեմի վրա ամեն ինչը ուրիշ ձևի է նայվում, ոնց որ մակիաժը պետք է շատ ուժեղանես, չէ՞ որ երևա, կադրի մեջ տարբեր կերպով, շատ այդ ֆակտուրան շատ լավ է։ Գիտես ինչ եմ հիշում, Կանչիլովսկին էր պատմում, որ իր մայրիկի այն տատիկից եկած, հա, զարդերը, որոնք միլիոններ արժեին, անտիկվարիատ էր այդ զարդերը, իր մայրիկից գաղտնի նա նկարում էր ֆիլմում, տվել էր ժամանակավոր դերասաններին եւ կորցրել էր, գողացել էին այդ զարդերը։ Եվ հետո նա ասում էր, որ ես հետո ընթացքում իմ աշխատանքի հասկացա, որ բիժուտերիան շատ ավելի գեղեցիկ է նայվում կադրում, քան իրական զարդը։ Այնպես որ ով մեզ լսում է, մի անգամից այդ սխալը մի գործեք, բիժուտերիա։ Այո, մի կորցրեք տատիկի զարդերը, խնդրում եմ։ Մենք շատ լուսավոր քեզ հետ զրուցեցինք եւ մեր զրույցի վերջում մի քանի բլից հարց, մաքսիմալ կարճ, եթե հնարավոր է։ Ինչ կերազեի բեմադրել։ Մոտ ապագայում, հեռու ապագայում։ Մասնեի Զոլուշկա օպերան։ Հետաքրքիր է։ Պատկերացնենք այսպիսի մի ֆանտաստիկ սյուժե քեզ աշխատանքի առաջարկ արեց Ջուզեպպե Վերդին, Արամ Խաչատրյանը, Էնդրյու Լոյդ Վեբերը, ում ես ընտրում, ում հետ կհամագործակցեիր։ Պետք է ընտրեմ, հա։ Փորձի, կարող ես 3-ի հետ էլ։ Երևի ես պարագայում կընտրեի Էնդրյու Լոյդ Վեբերին, որովհետև կուզեի ավելի խորքային մյուզիկլի աշխարհում լինեի։ Ինչպես եմ քեզ հասկանում, շատ եմ սիրում մյուզիկլ։ Դու ստեղծագործող ես, ամուսինդ բժիշկ։ Ինչպես եք յոլա գնում։
Դրա համար է յոլա ենք գնում։ Տարբեր, հա, ասպարեզները։ Այո։ Եթե հնարավոր լիներ պապային նամակ գրել, որը բաղկացած կլիներ 3 նախադասությունից, ինչ կգրեիր նրան։ Ես կգրեի, որ ես հուսով եմ, որ նա հիմա լուսավոր տեղ է գտնվում եւ զգում է մեր ջերմությունը, նա շատ երազում էր տղա երեխա ունենա, բայց հիմա ունի 5 տղա թոռ, որից միայն մեկին է տեսել մի 2 ամիս, շատ կուզեի, որ վայելեր նրանց հետ կյանքը։ Բրավո։